Ապրիլի 30-ին Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը, որ աչքի է ընկել Միացյալ Նահանգների հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականությամբ և վերջնային բովանդակությամբ։ Միացյալ Նահանգներին անվանելով մեծ սատանա, Խամենեիի կրտսերը նրա համար միակ տեղ է սահմանել ծովի հատակը։ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ երկրի 90 միլիոն բնակչությունը պատրաստ է մինչև վերջ պաշտպանել միջուկային և հրթիռային ծրագրերը։ Խամենեին Պարսից ծոցի արաբական երկրների հետ համերաշխություն է հռչակել և վստահեցրել, որ հազարավոր կիլոմետր հեռուներից եկած օտարները տարածաշրջանում տեղ չունեն։ Նա վստահեցրել է, որ Իրանի և Պարսից ծոցի երկրների պայծառ ապագան կլինի առանց Ամերիկայի մասնակցության։ Մոջթաբա Խամենեին գործունակ չէ, նրա անունից, ինչպես իրազեկ աղբյուրներն են պնդում, հանդես է գալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Խամենեիի ուղերձն այս իմաստով կարելի է համարել Իրանում ԻՀՊԿ իշխանության հաստատման վկայություն։ Իրանը այսպիսով մերժել է կարգավորման ամերիկյան նախապայմանները։ Խիստ կարևոր է, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հեռախոսազրույցի հաջորդ օրը։ Դա նշանակում է, որ ԻՀՊԿ հրամանատարությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Ռուսաստանի միջնորդությունը պահանջված չի տեսնում։ Ինչ որոշում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը մի քանի առումներով ռիսկային է։ Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը պարտվել է և պետք է ուշքի գա և գթասրտություն հայցի։ Թեհրանը հասկացրել է, որ պատրաստ է զինված դիմակայության ևս մեկ փուլի։ Իրանի ներպետական բանավեճի շրջանակներում գնահատական է հնչել, որ եթե իրանական նավահանգիստների շրջափակումը ևս 6-ից 8 շաբաթ շարունակվի, դա կբերի տնտեսական ցուցանիշների վատթարացման, ինչի հետևանքով կվերսկսվեն անցյալ դեկտեմբեր-հունվարի բողոքները։ Այս մասին առանց որևէ աղբյուր վկայակոչելու գրել է ռուսաստանյան Նեզավիսիմայա գազետան։ Ավելին, պարբերականը մանրամասնել է, որ այդ հարցը քննարկվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստում, որ նախագահել է կառույցի ղեկավար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։ Հրապարակվել են իրանական հակահետախուզության հաշվետվությունները։ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի դրանք ցույց են տալիս, որ ազգային տնտեսությունը մոտ է փլուզման։ Այդուհանդերձ, ինչպես փաստում է Նեզավիսիմայա գազետան, Իրանի պաշտոնական ներկայացուցիչները հասկանալ են տալիս, որ պատրաստ չեն ծովային շրջափակման պայմաններում բանակցությունների գնալ և միջնորդներին արված բոլոր առաջարկություններն առանցքային հարցերում առավելապաշտական են։ Շատ ուշագրավ է, որ ռուսաստանյան պարբերականը արդեն հղում անելով ամերիկյան ուսումնասիրությունների կենտրոններին հրապարակայնացնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ահմեդ Վահիդին ԱՄՆ-ի հետ պատերազմի կողմնակից է։ Գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մոտ մուտքի բացառիկ արտոնություն ունի և հատկապես նա է հանդես գալիս ռահբարի խոսնակի դերում։ Արձանագրելով, որ Իրանում փաստացի իշխանությունն անցել է ԻՀՊԿ հրամանատարին, Նեզավիսիմայա գազետան եզրակացնում է. դա վկայում է, որ մոտ ապագայում Իրանի բանակցային դիրքորոշումը չի մեղմանա։ Մոջթաբան արտոնել է այդ քաղաքականությունը։ Ռուսաստանը պաշտոնապես դատապարտել է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը։ Իսլամական Հանրապետության արտգործնախարար Արաղչիի Սանկտ Պետերբուրգ այցից և ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո ՌԻԱ Նովոստին խմբագրական հոդվածում ընդգծել է, որ Մոսկվան Թեհրանին ամենամեծ օժանդակությունն է ցուցաբերում, առաջնահերթ սահմանելով միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորումը։ Կարելի է ենթադրել, որ Պուտին-Արաղչի բանակցությունների արդյունքում մշակվել են որոշակի գաղափարներ, որ սակայն ԻՀՊԿ հրամանատար Վահիդին մերժել է։ Ռուսաստանյան պարբերականի բացահայտումը, որ գուցե հետախուզական տեղեկություն է, թե Վահիդին ռահբարի խոսնակն է, վկայում է, որ Մոսկվայում ԻՀՊԿ հրամանատարից դժգոհ են։ Բացառված չէ, որ կարգավորման իրանա-ռուսաստանյան սկզբունքները մերժվել են նաև ԱՄՆ նախագահի կողմից։ Իրանի շուրջ իրավիճակի խիստ անորոշության պայմաններում իսրայելական աղբյուրները հայտնել են, որ վերջին օրերին 6500 տոննա ընդհանուր ծավալով նոր սպառազինություններ են ներկրվել Իսրայել։ Իսկ պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ բանակը պատրաստ է ամենակարճ ժամկետում ձեռնամուխ լինել ցանկացած խնդրի լուծման։ Կարծես թե իրականությանը մոտ է այն վարկածը, որ ԱՄՆ-ն դուրս կգա պատերազմից, որպեսզի Իսրայելը շարունակի այն։ Բայց դա ավարտ կլինի։ Քաղաքական գիտությունների դոկտոր պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.
Իսլամաբադում 21 ժամ տևած ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո դրանք ընդհատվել են առանց համաձայնության գալու։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերադարձել է ԱՄՆ հայտարարելով, որ Իրանը չի ընդունել ամերիկյան պահանջները։ Իրանի արտգործնախարարության տվյալներով որոշ կետերում գրանցվել է առաջընթաց, սակայն 3 կետ մնացել է չլուծված։ Թեև դրանք չեն նշվել, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է առաջին Հորմուզի նեղուցին, որը վերահսկում են իրանցիները եւ որի անվերապահ բացումն են պահանջում ամերիկացիները, երկրորդ Իրանի միջուկային ծրագրին, որն ամերիկացիները ցանկանում են ոչ միայն փակել կամ կտրուկ սահմանափակել, այլև առգրավել Իրանում առկա մոտավորապես 400 կիլոգրամ հարստացված ուրանը, երրորդ Լիբանանում հրադադարի հաստատմանը, որը նախապես հայտարարվել էր որպես ԱՄՆ, Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի մաս, սակայն խախտվել էր իսրայելցիների կողմից։ Ուստի Իրանը պահանջում է անմիջապես ընդգրկել Լիբանանը հրադադարի շրջանակում։ Այժմ հարցն այն է, թե ինչ կլինի բանակցությունների այսօրվա ձախողումից հետո, կվերսկսվի արդյոք պատերազմը, թե ոչ։ Համաշխարհային տնտեսությունն ԱՄՆ-ի եւ Իսրայելի սանձազերծած այս պատերազմից արդեն իսկ ստացել է այնպիսի ուժգին հարված, որ 1-2 շաբաթ ևս պատերազմական գործողությունների շարունակման դեպքում կարող է հայտնվել աննախադեպ դեպրեսիայի մեջ։ Գրեթե բոլոր պետությունները շահագրգռված են, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը ոչ թե բավարարվի սոսկ խարխուլ հրադադարով, այլ վերջակետ դնի պատերազմական գործողություններին եւ որևէ համաձայնության հասնի Իրանի հետ։ Դժգոհությունն այս պատերազմից մեծ է նաև Միացյալ Նահանգներում, որտեղ վերջին 1 ամսվա ընթացքում սպառողական գները, հատկապես վառելիքինը, զգալիորեն բարձրացել են։ Այս ամենը քաղաքականապես թանկ է նստելու Դոնալդ Թրամփի եւ Հանրապետական կուսակցության վրա այս տարվա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում։ Հետևաբար նույն թափով պատերազմի վերսկսումը քիչ հավանական է, եթե միայն գլոբալիստների նպատակը համաշխարհային տնտեսության փլուզումը չէ։ Ուստի բանակցությունները կարող են շարունակվել այլ ձևաչափերով, մինչև կրկին ավելի բարձր մակարդակով վերսկսվելը։ Դիմանալով ԱՄՆ-ի եւ Իսրայելի խոշորածավալ հարձակմանը, ցավոտ հակահարվածները հասցնելով իր թշնամիներին եւ նրանց դաշնակիցներին եւ ամենակարևորը, ամբողջական վերահսկողություն հաստատելով Հորմուզի նեղուցի վրա, Իրանն այսօր գտնվում է շատ ավելի ուժեղ դիրքերում, քան մինչև պատերազմի սկսվելը։ Հետգրություն, քիչ առաջ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ կարող է դիմել Իրանի ծովային շրջափակմանը, սակայն սա էլ մի նոր խելագար ծրագիր է, որի արդյունքում Հորմուզի նեղուցը կփակվի առավել խիստ, քան մինչ այժմ եւ ըստ այդմ իրավիճակից ելք համարվել